Օրերս Միացյալ Նահանգների և Իրանի միջև վերսկսված ռազմական գործողությունների ֆոնին Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չեղարկում է նախապես ծրագրված հարվածները և հուսով է, որ առաջիկայում կողմերին կհաջողվի գործարք կնքել։ Հաշվի առնելով, որ Իրանի հետ քննարկումները բարձրացվել են ամենաբարձր մակարդակի և արդեն համաձայնեցված են, ես որպես Միացյալ Նահանգների նախագահ չեղարկել եմ գիշերը Իրանի դեմ նախատեսված հարվածներն ու ռմբակոծությունները։ Քննարկումները և վերջնական կետերը հաստատել են բոլոր ներգրավված դերակատարները, այդ թվում Միացյալ Նահանգները, Իսրայելը, Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Կատարը, Թուրքիան, Պակիստանը, Բահրեյնը, Քուվեյթը, Հորդանանը, Եգիպտոսը և այլ երկրներ։ Դոնալդ Թրամփը նախազգուշացրել է, որ Իսլամական Հանրապետության ծովային շրջափակումը դեռ կմնա ուժի մեջ, մինչև գործարքը չվերջնականացվի։ Նա շեշտել է, Իրանը միջուկային զենք չի ունենալու։ ԱՄՆ նախագահը հավելել է, որ համաձայնագրի ստորագրման վայրը և ժամանակը կհայտարարվեն շուտով։ Սպիտակ տան ղեկավարի կարծիքով գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին արդեն հաստատել է Վաշինգտոն-Թեհրան պայմանավորվածությունները, թեև իրանական կողմը դեռ չի հաստատում այս տեղեկությունը։ Միացյալ Նահանգների հետ խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ աշխատանքները գրեթե ավարտվել են։ Խոսքը հիմնական կետերի մասին է։ Խնդիրն այն է, որ Միացյալ Նահանգների հակասական դիրքորոշումները միշտ էլ անհանգստություն են առաջացրել և խափանել են գործընթացը։ Իրանը բանակցություններին ներգրավվել է ամենայն պատասխանատվությամբ, սակայն ամերիկյան դիրքորոշումները բազմիցս փոխվել են, ներկայացվել են անիրատեսական պահանջներ, տեղի են ունեցել հարձակումներ։ Լուրեր են շրջանառվում, որ համաձայնագիրը կարող է կնքվել Եվրոպայում, մասնավորապես Շվեյցարիայում։ Ստորագրման արարողությանը Վաշինգտոնի կողմից ամենայն հավանականությամբ կմասնակցի փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ ԶԼՄ-ների տվյալով հնարավոր համաձայնագիրը կարող է ենթադրել հրադադար ավելի քան 60 օր տևողությամբ, այդ թվում Լիբանանում, Հորմուզի նեղուցի ապաշրջափակում միջազգային նավագնացության համար, թույլտվություն, որ Իրանը վերսկսի նավթի արտահանումը, հակաիրանական պատժամիջոցների փուլային չեղարկում, միջուկային հարցով բանակցություններ, բոլոր ճակատներում ռազմական գործողությունների դադարեցում։ Արևմտյան մամուլը գրում է, որ առնվազն մինչ այժմ բանակցային գործընթացը շատ բարդ է եղել։ Կողմերը միջնորդների օգնությամբ պարբերաբար հաղորդագրություններ են փոխանակել, ինչը տևել է օրեր։ Առավել բարդ է եղել այդ հաղորդագրությունները ներկայացնել գերագույն առաջնորդին, որի գտնվելու վայրն իրանական կողմը թաքցնում է։ Միևնույն ժամանակ նշվում է, որ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին և Սպիտակ տան հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆը ուղիղ կապի մեջ են եղել։ Ի թիվս այլնի կողմերը քննարկել են արտերկրում գտնվող իրանական ակտիվներն ապասառեցնելու հարցը։ Վերջին զարգացումները հեռախոսով քննարկել են Իսրայելի վարչապետը և ԱՄՆ նախագահը։ Բենյամին Նեթանյահուն և Դոնալդ Թրամփը անդրադարձել են Իրանի հետ հնարավոր գործարքին։ Զրույցի արդյունքներով հայտնի է, որ հրեական պետությունն այդ համաձայնագրի կողմ չի լինելու։ Ըստ իսրայելական կողմի Նեթանյահուն բարձր է գնահատել Թրամփի հանձնառությունը, որ Թեհրանի հետ վերջնական համաձայնագիրը ներառելու է իրանական հարստացված ուրանի դուրսբերում և Իսլամական Հանրապետության տարածքում գտնվող միջուկային որոշ ենթակառուցվածքների ապամոնտաժում։ Նաև ըստ Նեթանյահուի Իրանը սահմանափակելու է հրթիռների արտադրությունը և դադարեցնելու է տարածաշրջանում իր պրոքսիներին աջակցությունը։ Թե որքանով են հայտարարված դրույթները համապատասխանում իրականությանը հայտնի չէ։ Փաստաթղթի հստակ բովանդակության մասին պաշտոնական հայտարարություններ դեռ չեն եղել։ Դիանա Գասպարյան, լուրեր։